Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև պարզուներն, շնորհակալ եմ մեզ ունենալու համար եւ մի քանի հարց ունեմ, որը մեզ եւ մեր հետևորդներին է հետաքրքրում, ինչպիսի աշնան վերջին ամսից 15 եղանակային կանխատեսումներ կան։ Ուրեմն աշնան վերջին ամիսը նոյեմբեր ամիսը օդի ջերմաստիճանը կանխատեսվել է նորմայից բարձր մոտ 1 աստիճանով, տեղումների քանակը հիմնականում նորմայի սահմաններում։ Այս պահին օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, բայց մենք առաջիկա 2 օրերին սպասում ենք ջերմաստիճանի բարձրացում եւս 2-ից 4 աստիճանով, բայց դեռևս առաջիկա 10 օրերին տեղումներ չենք ունենա, ակնկալվում է, որ տեղումները կսկսվեն նոյեմբերի 2-րդ տասնօրյակի կեսից եւ հիմնականում կլինեն նոյեմբերի 3-րդ տասնօրյակում, իսկ առաջիկա 10 օրերին հիմնականում կգերակշռի պարզ, առանց տեղումների եւ տարվա ժամանակահատվածի համար բավականին տաք եղանակ։ Այս տարի կարծես թե աշունը բավականին տաք անցավ։ Դա ինչով է պայմանավորված։ Դա պայմանավորված է մթնոլորտի շրջանառության առանձնահատկություններով, այսինքն տեղանքի ջերմային ֆոնը ձևավորվում է օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, կախված նրանից, թե մենք ինչ օդային հոսանքների ներթափանցում ենք ունենում, այսինքն հյուսիսային լայնություններից թե հարավային լայնություններից, ձևավորվում է նաև տեղանքի կլիմական պայմանները։ Այս տարի հիմնականում աշնանային սեզոնին մեր տարածաշրջանում գերակշռել են հարավային լայնություններից ներթափանցող տաքօդային հոսանքները, որոնք ձևավորել են նորմայից բարձր ջերմային ֆոն, նորմայից բարձր է եղել եւ սեպտեմբերը եւ հոկտեմբերը եւ սպասում ենք նոյեմբերը, բայց ի տարբերություն, եթե սեպտեմբերը եւ հոկտեմբերը նորմայից բարձր է եղել մոտ 2-3 աստիճանով, նոյեմբերը նորմայից բարձր կլինի մոտ 1 աստիճանով։ Մենք նկատում ենք, որ վերջին 5-ից 10 երևի տարիներին բոլոր եղանակները բավականին տաք են լինում։ Նույն պատճառով է այս ամենը պայմանավորված։ Դա նաև պայմանավորված է կլիմայի գլոբալ տաքացման հանգամանքով եւ մթնոլորտի շրջանառության փոփոխություններով, որ ես արդեն նշեցի, այո, դուք շատ ճիշտ եք։ Վերջին 7-8 տարիներին մենք գրեթե նորմալ ձմեռներ չենք ունեցել, նորմալ ծնածածկույթի ձևավորում եւ ձմռանը բնորոշ ջերմային ֆոն չենք ունեցել, որովհետեւ ձմեռը ձևավորող այդ օդային զանգվածները, որոնք հիմնականում գալիս են Արկտիկայի կողմից, վերջին 7-8 տարիներին գրեթե բացակայել են, իրենց տեղը զիջելով հիմնականում միջերկրականի ավազանից, Սիրիայի տարածքից, Իրաքի տարածքից ներթափանցող տաքօդային հոսանքների։ Դա իրենից ինչ-որ վտանգ ներկայացնում է։ Գիտեք, այդպես վտանգ ասել չի կարելի, բայց ձյան պահը, ծնածածկույթի պահը, քանի որ ձմեռային սեզոնին հանրապետության լեռնային գոտիներում ծնածածկույթը նորմալ չի ձևավորվում, այսինքն նորմայի սահմաններում չի ձևավորվում, դա ազդում է ջրային ռեսուրսների ձևավորման վրա գարնանային սեզոնում։ Իսկ ինչպիսի ձմռան կարելի է սպասել այս տարի են կանխատեսվում, որ տեղումները նորմայից քիչ են լինելու կամ առհասարակ չեն լինելու։ Ձմռան մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ձմռան կանխատեսման գիտական այդ նյութերը պատրաստ են լինում նոյեմբերի վերջին տասնօրյակում։ Որ խնդրում եք նաև քարտեզով ցույց տալ, թե տեղումների դեպքում որ մասից ինչպես են տեղումները լինելու։ Որտեղից են գալու տեղումները հանրապետություն։ Այս սեզոնին տեղումները գալիս են կամ սեպտեմբերի շրջաններից, այս մասից, կամ միջերկրական ծովի ավազանից։ Այս պահի դրությամբ ոչ սեպտեմբերի շրջաններից, ոչ միջերկրական ծովի ավազանից մենք ցիկլոնների ներթափանցություն են, դուք պաստեսնում եք, տեսեք այս օդային հոսանքները, որոնք մեր երկիր են ներթափանցում, գալիս են հարավից, հարավ-արևմուտքից, կոնկրետ Իրաքի եւ Սիրիայի տարածաշրջաններից, տարածքից եւ ձևավորում է այն ինչ ունենք, այսինքն պարզ առանց տեղումների եւ ջերմ եղանակ։ Պարզորեն ժողովրդի շրջանում ձևավորված մի այսպիսի խոսք կա, որ եթե նման տաք եղանակ է լինում, ապա ձմռանը հակառակ դեպքում լինում է ավելի ցուրտ եղանակ, դա ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Դա բացարձակ կապ չունի իրականության հետ եւ դա հիմնականում ձեր ասած ամռանն է վերաբերվում, եթե ունենում ենք շոկ համառ, ապա ունենում ենք ցուրտ ձմեռ, նման կորելացիոն կապ գոյություն չունի եւ գիտականորեն հիմնավորված չէ։